Հարգելի քաղաքացիներ, հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է անապահովության գնահատման նոր համակարգ։ Անապահովության գնահատման հիմքով սոցիալական աջակցություն ստանալու համար դիմումներն ընդունվում են ID-e-social.am հարթակում։ Եթե արդեն մուտք եք գործել հարթակ, ապա անհրաժեշտ է նույնականանալ հարթակում հասանելի եղանակներից որևէ մեկի միջոցով։ Եթե ունեք էլեկտրոնային ստորագրություն, ապա կարող եք նույնականանալ սեղմելով «Մուտք ԵՍՄ-ի միջոցով» կոճակը։ Եթե չունեք էլեկտրոնային ստորագրություն, ապա կարող եք սեղմել «Գրանցվել» կոճակը և լրացնել պահանջվող տվյալները։ Այնուհետև անհրաժեշտ է սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարում» պատուհանը, ընտրել «Անապահովության գնահատում և ծառայություններ» ենթաբաժինը, ապա «Անապահովության գնահատում» բաժինը։ Դրանից հետո էկրանին կհայտնվի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ուշադիր կարդալ, ապա սեղմել «Կարդացել եմ» կոճակը։ Դա անելուց հետո համապատասխան դաշտում պետք է նշել, թե արդյոք դիմումը լրացնում եք ձեր կամ ձեր ընտանիքի, թե այլ անձի համար։ Առաջարկվող տարբերակներից մեկն ընտրելու դեպքում անհրաժեշտ է ուշադիր կարդալ էկրանին հայտնված տեղեկատվությունը, որից հետո սեղմել «Հավաստիացնում եմ, որ ներկայացված տվյալները ճիշտ են», ապա հաստատել, այնուհետև «Այո, վերահաստատում եմ» կոճակները։ Ձեր տվյալներն ինքնաշխատ եղանակով կարտացոլվեն էկրանին, դիմողի տվյալներ դաշտում անհրաժեշտ կլինի լրացնել միայն ձեր հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։ Անձը հաստատող փաստաթղթի տվյալները և հաշվառման հասցեն ևս համակարգը կարտացոլի ինքնաշխատ եղանակով, որից հետո պետք է նշել, արդյոք բնակվում եք նշված հասցեում, թե ոչ։ Եթե բնակության հասցեն այլ է, պետք է սեղմել «Ոչ» կոճակը, ապա լրացնել փաստացի բնակության հասցեի վերաբերյալ տվյալները։ Համակարգը ձեզ կառաջարկի ներկայացնել տեղեկատվություն կոմունալ ծառայություններից օգտվելու վերաբերյալ։ Անհրաժեշտ է նշել բաժանորդային համարը և սեղմել «Որոնել» կոճակը, իսկ «Գազպրոմ Արմենիայի» բաժանորդ լինելու դեպքում լրացնել նաև սպառման տեսակը։ Եթե սովորում եք արհեստագործական, միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ, անհրաժեշտ է նշել «Այո» տարբերակը, ընտրել ուսումնական հաստատության տեսակը, գցել հաստատությունից տրված տեղեկանքի գունավոր լուսապատճենը և լրացնել պահանջվող տվյալները։ Պարտադիր ժամկետային զինծառայող լինելու պարագայում պետք է գցել զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունից տրված տեղեկանքի գունավոր լուսապատճենը, հակառակ դեպքում նշել «Ոչ» կոճակը։ Եթե ուժային կառույցի աշխատակից եք, ապա անհրաժեշտ է սեղմել «Այո» տարբերակը, նշել նախորդ ամսվա աշխատավարձի չափը և գցել համապատասխան մարմնի կողմից տրամադրված աշխատավարձի չափի մասին տեղեկանքի գունավոր լուսապատճենը։ Եթե ձեր ընտանիքում կան ընտանի կենդանիներ, ապա համակարգը կպահանջի լրացնել նրանց տեսակի և քանակի վերաբերյալ տեղեկատվություն և գցել վերջին 12 ամիսների ընթացքում անասնաբույժի կողմից տրամադրված անասնատեսակի և դրանց քանակի մասին տեղեկանքի գունավոր լուսապատճենը։ Հաջորդ դաշտում անհրաժեշտ է մուտքագրել ձեր ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալներ, հանրային ծառայությունների համարանիշը, սոցիալական քարտ, ապա սեղմել «Որոնել» կոճակը, որից հետո ինքնաշխատ եղանակով համակարգը կիրականացնի նույնականացումը։ Այս քայլից հետո անհրաժեշտ է նշել ընտանիքի անդամի էլեկտրոնային հասցեն, ազգակցական կապը դիմումատուի հետ և նշել տեղեկատվություն առկա ուսուցման համակարգում ուսումնառության, պարտադիր ժամկետային զինծառայող կամ ուժային կառույցի աշխատակից լինել կամ չլինելու վերաբերյալ։ Դրանից հետո անհրաժեշտ է յուրաքանչյուր անդամի համար լրացնել պահանջվող տեղեկատվությունը, գցելով համապատասխան փաստաթղթերը։ Հաջորդիվ բանկի տվյալներ հատվածում անհրաժեշտ է նշել նախընտրելի բանկը և սեղմել «Հավաստիացնում եմ, որ ներկայացրած տվյալները ճիշտ են», ապա ընտրել «Հաստատել» կոճակը։ Եթե նույնականացվել եք ԵՍՄ համակարգի միջոցով, ապա առցանց դիմումը լրացնելուց հետո անհրաժեշտ է ներբեռնել դիմումի բնօրինակը, որը պետք է ստորագրեն ընտանիքի բոլոր չափահաս անդամները։ Դրանից հետո աշխատանքային 3 օրվա ընթացքում դիմումի բնօրինակը պետք է ներկայացնել միասնական սոցիալական ծառայության ձեր փաստացի բնակության վայրի տարածքային կենտրոն։ Եթե նույնականացումն անցել եք համակարգում գրանցվելու միջոցով, ապա առցանց դիմումը լրացնելուց հետո ներբեռնեք համաձայնագիրը, որը պետք է ստորագրեն ընտանիքի բոլոր չափահաս անդամները, և աշխատանքային 3 օրվա ընթացքում ներկայացրեք միասնական սոցիալական ծառայության ձեր փաստացի բնակության վայրի տարածքային կենտրոն։ Վերոնշյալ ժամկետում դիմումի բնօրինակը կամ համաձայնագիրը միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն չներկայացնելու դեպքում ձեր դիմումը կմերժվի։
Անապահովության գնահատման առցանց դիմումը ներկայացնելուց հետո ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամները պետք է աշխատանքային 3 օրվա ընթացքում ներկայացնեն նաև աշխատանք փնտրողի առցանց դիմում, մուտք գործելով ework.am հարթակ։ Հակառակ դեպքում ընտանիքի անապահովության գնահատման դիմումը կմերժվի։ Դիմումի ընթացքի, ինչպես նաև հետագա քայլերի մասին դուք եւ ձեր ընտանիքի անդամները կստանաք ծանուցումներ ձեր կողմից նշած էլեկտրոնային փոստի հասցեներին։ Ծանուցումներին կարող եք հետևել նաև մուտք գործելով ձեր անհատական օգտահաշիվ։ Լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք դիմել միասնական սոցիալական ծառայության ձեր բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոն կամ զանգահարել 114 զանգերի կենտրոն։